Տրամպի քաղաքականությունը հենց այն որ համակարգից դուրս է ինքը եւ այդ քաղաքականությունը վարում է լրիվ սկզբունքներով, բերում է բազմաթիվ վրիպումների։ Մի բան է ավանդական քաղաքականությունը ցանկացած երկրի, որը հիմնված է ավանդույթի վրա։ Իսկ այդ ավանդույթը ներառում է տարբեր տարիներին արած հաշվարկներ, փորձառություն, որ եթե այսպեսի քայլ անես, ինչ հակադարձություն կլինի, ինչ վնասներ կլինի, եւ ամեն փոքր քայլը նույնիսկ հաշվարկված է։ Դրա համար պատահական չի, որ նույն Միացյալ Նահանգները այսպես ամեն քայլ անում է շատ զգուշավոր, այսպես նույն հատկապես Եվրամիությունը, որտեղ իրենք գիտեն, որ ամեն քայլ կարող է ինչ-որ հետևանքների բերել եւ իրենք ուզում են այդ ամբողջը հաշվարկել, նոր անեն քայլ։ Տրամպի քաղաքականությունը այդպեսին չի։ Ինքը կարծես լինի այն փիղը հաղճապակի այդ բանում, հա, խանութում, որ խոսք կա, չէ՞, ասենք ինքը որ մտնում է, ինքը մի հատ շարժում էլ անի, ինքը ամբողջը ջարդուփշուր ալնում։ Նույնիսկ եթե ինքը չի ցանկանում է ջարդուփշուր անի, բայց ինքը այդպեսին է իր այությամբ, փիղը չի կարող հաղճապակի փոքրիկ խանութում այլ կերպ վարվել, քան ամեն ինչ ջարդուփշուր անել։ Եթե նույնիսկ էլ եմ ասում, միտումնավոր չի անում դա, չի ցանկանում դա։ Հիմա տեսեք, Կանադայի դեմ սանկցիաներ, որպես օրինակ, հա։ Նու սանկցիաներ չէ, տարիֆներ, այսպես ասենք, որ ըստ էության սանկցիաներ են դառնում, էլի, այսպես։ Դա բերել է նրան, որ նույն Միացյալ Նահանգների հյուսիսում, Չիկագո, Դեթրոյթ, այդ քաղաքներում ուրեմն գտնվող մեքենաների արդյունաբերությունը, ավտոպրոմը, հա, ավտոմեքենաների արդյունաբերությունը շատ ծանր վիճակում է հայտնվել։ Ինչի, որտեվ ինքը պահեստամասերը արտադրում էր Կանադայում, բերում են հավաքում են Միացյալ Նահանգներում։ Բոլորին ծեր էր տալի դա եւ կանադացիներին եւ Միացյալ Նահանգներին։ Ճիշտ է, աշխատատեղեր էր ստեղծել Կանադայում դրա արդյունքում, բայց ավելի էժան էր ինքը սա պատրաստում այդ ավտոպահեստամասը, ինչի շնորհիվ իրենց մեքենաները ավելի էժան էին վաճառվում։ Հնարավոր էր մրցունակ լինել այլ մեքենաների հանդեպ աշխարհում արտադրվող, հա։ Հիմա երբ որ դա վերացավ, ինչ է ասում Տրամպը։ Արդարանում է, երեկվա հարցազրույցն եմ ասում։ Արդարանում է, ասում է, հա, դա ճիշտ է, ինձ դիմում են, ասում են մի ծանր իրավիճակ է ստեղծվել եւ այլն, բայց ասում է, այդ ժամանակավոր է, հիմա այն բոլոր նրանք, ովքեր որ դրսերն էին տարել այդ պահեստամասերի արտադրությունը, ստիպված կբերեն հետ եւ արմիությունները տեսեք ինչքան գոհ են։ Շինֆեյնին էր ինքը մեջ բերում, ասում էր, տեսեք, Շինֆեյնը որ նույնիսկ իմ դեմ է եղել ընտրությունների ժամանակ, հիմա ասում է ամեն ինչ ճիշտ է անում։ Հա կարող է արդյունությունները գոհ լինեն, որ աշխատատեղեր պետք է ավելանան Միացյալ Նահանգներում, բայց ինչ գնով արդյունաբերողները գոհ չեն, որովհետև արդյունաբերողները տակ են տալու եւ ավտոպրոմը տակ է տալու, ինչքան ուզում է տարիֆներ կիրառի, որովհետև այդ տարիֆներ կիրառելու հակառակ ծայրն էլ կա, չէ՞, կոդեմել են կիրառում տարիֆներ։ Եվրոմիությունը ասել է, Ֆրանսիան էլ ասաց, մեր դեմ ինչ տարիֆ կիրառել, մենք էլ ենք կիրառել։ Կանադան իր դեմ կիրառած տարիֆներ անմիջապես հետո նույն 25% տարիֆներ հայտարարեց 120 քանի միլիարդի շրջանառության վրա։ Եվ նույնը Չինաստանը, տեսեք Չինաստանը ինչ է ասում, բաց տեքստով ասում է, դեսպանի մակարդակով ասում է, պատերազմ ես ուզում, կստանաս պատերազմ, տնտեսական ես ուզում, տնտեսական կստանաս, այլ ես ուզում, մենք այլել ենք պատրաստ։ Այդ ո՞նց է այդպես ողջևորվել Չինաստանը, ինչի հաշվին է այդպես դուխավորվել։ Որովհետև տեսնում է, որ մենակ է մնացել Միացյալ Նահանգները։ Իր գլխավոր ռազմական եւ ռազմավարական դաշնակիցը Եվրոմիությունը այսօր ինքը վանել է Եվրոմիությանը եւ Չինաստանը տեսնում է մեծ պոտենցիալ Եվրոմիության հետ համագործակցելու, ավելին ասեմ, ինչ է ասում Չինաստան Ուկրաինայի մասով։ Ասում է, որ Ուկրաինայի բանակցություններին, Ուկրաինայի հարցի շուրջ Ուկրաինան պարտադիր պետք է ներկա լինի եւ Եվրամիությունը պարտադիր պետք է ներկա լինի։ Պատկերացնում եք։ Չինաստանն է դա ասում։ Միացյալ Նահանգները գնում է սեպարատ ռուսների հետ ինչ-որ բան պայմանավորվի, Չինաստան ասում է, հոп, բա Եվրոմիությունը ու ինչ պետք է անեն Եվրոմիությունում դրանից հետո չպետք է սկսեն մտածել վերանայումների մասին արտաքին քաղաքականության։ Այն ինչ որ իրանք Չինաստանի դեմ նաև Միացյալ Նահանգների ճնշման արդյունքում իսկ Միացյալ Նահանգները ունեցել է մեծ, չեմ ուզում 5-րդ շարասյուն ասել Եվրոմիությունում, ազդեցության շրջանակներ է ունեցել շատ ազդեցիկ, որոնց վրա մեծ ներդրումներ է արել տասնյակ տարիներ շարունակ։ Հիմա կորցնում է ինքը դա։ Կորցնում է բարից բուն իմաստով։ Ոչ միայն կորցնում է, որտեղ այդ մարդիկ կորցնում են իրենց ազդեցությունը Եվրոմիության քաղաքականության վրա, որտեղ Եվրոմիության մյուս շրջանակներ ասում են մի րոպե։ Հա, հասկանում ենք, դուք Միացյալ Նահանգների շահերի առաջամարտիկն եք, սպասարկողն եք, մենք էլ ձեն չէինք անում, որտեղ Միացյալ Նահանգները մեր դաշնակիցն էր։ Բայց հիմա Միացյալ Նահանգները մեր դեմ է, Ռուսաստանի դաշնակիցն է կամաց իրեն որպես դրսևորում, էլ դուք ում եք պետք։ Ոչ միայն դրա համար, այլ նաև որ այդ մարդիկ իրենք ներքուստ լինելով եվրոպացի ասում են մի րոպե։ Մենք այսպեսի Ամերիկայի շահերի առաջ մղողը չենք,
Մենք հեգեմոն ազատ աշխարհի առաջամարտիկ Ամերիկայի ժողովրդավարության մարդու իրավունքների առաջ մղող Ամերիկայի շահերի եւ ազդեցության ուրեմն տարածողն ենք, բայց Տրամպի գերին հո չենք, մենք խոսում եմ Եվրոմիությունում Տրամպի պոտենցիալ դաշնակիցների մասին, որոնք այլևս դաշնակից չեն, որտեղ իրենք դաշնակից են Բայդենին, ժողովրդավարներին, Միացյալ Նահանգներին ընդհանրապես, բայց ժողովրդավար Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհի հեգեմոն եւ առաջամարտիկ Միացյալ Նահանգների դաշնակիցներն են եւ շահերի եւ ազդեցության առաջմղողները, բայց ոչ կոնկրետ Տրամպի, որը որ լրիվ անհասկանալի եւ հակաեվրոպական քաղաքականություն է վարում։ Ես խոսում եմ Եվրոպայի ներսում Տրամպի ազդեցության գոտիների չեզոքացման մասին։ Ինչի եմ դա ասում, որտեղ այդ գոտիներն են, այդ մարդիկ են, այդ շրջանակներն են, որ Եվրոմիությանը միշտ բերել են Միացյալ Նահանգների հետ համատեղ Չինաստանին ճնշելու քաղաքականությանը։ Եթե այդ մարդիկ չլինեն, իրենց ազդեցությունը չլինի եւ իրենք էլ վերանայեն իրենց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, Եվրոպան կարող է լրիվ շեղվի դեպի Չինաստան։ Եվ ասեմ մի րոպե, Չինաստանը ոչ մեզ ասում է կգամ Գրենլանդիան կգրավեմ քո։ Ոչ մեզ ասում է տարիֆներ կկիրառեմ քո դեմ։ Ինչ էլ կիրառում ենք, մենք ենք կիրառում, նոր իրանք ինչ որ հակադարձում են կամ չէ։ Ինչի պետք է մենք Չինաստանի հետ այսպես լարված հարաբերություններ պահենք, ինչա թե այնտեղ Տրամպը ուզում է Չինաստանին բան անի։ Սեղմի։ Այդտեղ բազմաթիվ եթեներ կան։ Այդ եթեներից մեկն է, որ կարող է Տրամպին ուղղակի թույլ չտան տենց գնալ, այդքան հեռու գնալ Ռուսաստանի հետ իր խաղերում։ Դեռ ինչպես ասում են գեղեցիկ կարմիր գծերը հատված չեն ձեր կարծիքով։ Որոշ կարմիր գծեր արդեն հատված են, բայց ոչ այնպիսի կարմիր գծեր, որոնք կարող են բերել հեղափոխության հենց Միացյալ Նահանգներում կամ հենց նույն հանրապետական կուսակցությունում։ Այսինքն դուք կարծում եք, եթե խորանա Տրամփի այդ շեղումը կամ ուղղվածությունը դեպի Ռուսաստան ներսում Միացյալ Նահանգներում իհարկե արդեն հիմա դժգոհություն կա իսկ այս քաղաքականությունից։ Հասկանում եք, դա միայն արժեքային դաշտում չի, այդ դժգոհությունը։ Երբ որ ապրանքների գներ են թանկանում, այն դեպքում երբ որ ինքը մարդկանց ասել էր, խոստացել էր, որ հեսա ոսկե դար է գալու, ես որ դառնամ պրեզիդենտ, հեսա գները քիչնի բան է, սա Բայդենն էր։ Ինքը եկավ ավելի է թանկանում։ Մարդիկ ասում են մի րոպե, բա դու ուրիշ բաներ ասում։ Ասում չէ, հեսա այդ հարցերը կլուծվի ժամանակի ընթացքում, կհետ կգան արտադրողները Միացյալ Նահանգներում 90,000 աշխատատեղ կստեղծեն եւ 90,000 աշխատատեղ հա կարող է ստեղծվի։ Դրանով հարց չի լուծվել Միացյալ Նահանգների պես երկրում, հա 350 միլիոնանոց երկրում 90,000 աշխատատեղերով դու հարց չես կարող լուծել։ Բայց նույնիսկ եթե լուծես, դա շատ թանկ է նստելու Միացյալ Նահանգների վրա եւ ապրանքները Միացյալ Նահանգների բոյկոտվելու են աշխարհով մեկ։ Պատկերացնում եք, եթե Կանադային այդ բոյկոտի արշավի մեջ միանա նաեւ Եվրոմիությունը։ Այսօր Կանադային բոյկոտում են, առանց ոչ մի պաշտոնական է տարիֆ, մարիֆ, այդ սա երկրորդական։ Հա, ասենք այդ տարիֆը 25% կարա լինի։ Բայց երբ որ մարդ չի ուզում ընդհանրապես գնի այդ ապրանքը, ուզում է 100% էժանացնես դրանից հետո մեկը չեն առնի, որտեղ մարդիկ վրդովված են։ Տրամպը հաշվի չի առել, որ աշխարհը մերկանտիլ նյութապաշտական բաների հիման վրա չի կառուցված։ Եվ մարդ երբ որ դու իրան սխմում ես, ինքը չի գցում բռնում։ Ահա լավ, ինձ սխմում է, այսքան 25% վրես ուզում այն ինչ-որ բան ավելացնի, ինձ ոնց է ձեր տալիս, համակերպվեմ, ասենց կզած մնամ, բայց այս 25%-ը տամ, մենակ թե 50% չդառնա, ավելի վատ չլինի, լավ, համաձայնվենք, ասենց գնանք։ Չէ, այդպես չի։ Մարդիկ դեռ այդ օրին չեն հասել, որ այդպես ում գլխին խփես, ինքը խելոք խոնարհվի քո առջև։ Հակառակը, մարդիկ արժանապատվություն ունեն, վրդովում են։ Հետ եմ ասում, որ ինքը երբ որ ավանդական քաղաքականություն չի վարում, այս նոր քաղաքականությունը հազար մի խութեր ունի չհաշվարկված։ Եվ այդ փղի օրինակ ես ինչի բերեցի, որ ինքը այնքան սխալներ անելու էս արդյունքում, չհաշվարկված էլի, որ ինքը մի քայլ անում առանց մտածելու, որ այդ մի քայլը 10 տեղից վնաս է իրան բերելու, որ արդյունքում Միացյալ Նահանգներում է մեծանալու այնպիսի դժգոհություն, որ իրեն ստիպելու է փոխի իր քաղաքականությունը կամ ուղղակի հանելու են իմպիչմենտ անեն, հանեն օրինակ։